Ինքը խաղալիքա գնել եք խանութից։ Խանութից, մանկական խանութից։ Դուք եք տեսնում պլաստմասը։ Պլաստմասից խաղալիք։ Խաղալիքատրճանակը անձամբ է ոստիկաններին հանձնել լրագրող Նայիրի Հոխիկյանը։ Կողմից սա է իրանց ցույց տվել։ Պլաստմասե շարիկներ կրակող ատրճանակով է Կիրակի Հոխիկյանը տնից դուրս եկել քպականների հետ հանդիպելու համար։ Զանգահարեցին ինչ-որ անծանոթ համարից, ներկայացավ ինչ-որ Գևորգ, ասաց, որ ճանաչում եմ իրեն, ներկայացավ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եւ ասաց, որ կարճ խոսելու բան։ Դարպասների մոտ սովորական զրույցը նախ քաշքշոցի, ապա ծեծկրտուքի է վերածվել։ Պատրել են լրագրողի շապիկը, հայհոյել։ Ենթադրում է, որ փորձել են նաեւ առևանգել։ Սա է եղել հագիս, այդ պահին պատրել են, հարձակվել են վրաս, ոչ միայն հարվածել, այլև քաշքշել եւ այս վիճակին են հասցրել։ Ինձ ուղված սկսել են հայոյանքներ հնչեցնել, այստեղ դեպի դարպասը հրել, մեքենան դեպի հրել, ես ենթադրում եմ, որ չեմ կարող պնդել, բայց գուցե առևանգման փորձ էր, ես դիմադրել եմ եւ սկսվել է ծեծկրտուք։ ՔՊԱ-ականներից Գևորգը պատիվ է պահանջել Հոխիկյանի մայիսի 23-ին արված գրառման համար։ Հոխիկյանն այդ գրառման մեջ նշել է, որ իր պահանջով գյուղի լուսոն Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառը հեռացրել է մանկապարտեզի պատից ու այն փակցրել գյուղում Իլիչի Գոմ անունով հայտնի անասնագոմի պատին։ Ես ընդամենը գրել եմ իմ հրապարակման մեջ, որ ինչ-որ Լուսինեն կամ Լուսո եկել դա պոկել։ Այսքանը, ուրիշ ոչ մի բան։ Ասում ինձ ես վիրավորել, ասում եմ, լսի, ոչ քո անունն է Լուսինե, ոչ քո անունը, երկուստ էլ տղամարդիկ եք։ Հոխիկյանի խոսքով իր հետ հանդիպման եկածները նորմալ չեն բացատրել, թե իր գրառումն ինչու է հունից հանել նրանց։ Ենթադրում է գյուղի Լուսոյի անունն է հունից հանել ՔՊԱ-ական Գևորգին։ Ենթադրում եմ կամ այդ մարդու ինչ-որ մականուն է, կամ եթե մականուն չի, ինչ-որ իր հետ է նույնացնում Լուսինեին, ասում է դու իմ ընտանիք ես մտնում, ասում եմ քո ընտանիքի անդամների մեջ կա Լուսինե, ասում է չէ։ Սա է եղել մոտը։ Հոխիկյանը ստիպված է եղել գրպանից հանել խաղալիքատրճանակը իր վրա հարձակված տղամարդկանց վախեցնելու համար։ Այս հատվածում հրելով այդպես արդեն հիմնական է ծեծկրտուքը տեղի էր ունեցել, հանեցի գրպանից, ասի փախեք այստեղից կամ ռադներդ քաշեք այստեղից հիմարներ եւ այլն։ Լրագրողի տան պատին տեսախցիկներ կան, սակայն այդ օրվա միջադեպը չի նկարահանվել։ Հետո է նկատել Հոխիկյանը, որ տեսախցիկի լարերը վնասված են եղել։ Տեսա, որ կամերան ընդհանրապես օֆլայն է, չի գործում։ Դրա նախորդ օրը գործում էր։ Պարզվեց, որ այն կամերայից տեսադաշտից դուրս մի հատվածում կաբելը կտրված է։ Կաբելի մի մասն է կտրված։ Լրագրողի տան վրա հարձակման դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության, հոգեկան եւ ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Քննչական կոմիտեն 2 հաղորդում է ստացել, մեկը Հոխիկյանից, մյուսը հակառակ կողմից։ Աննա Գյուլնազարյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Լեյա Հինյան, Հայլուր։